Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո ապրիլի 30 Բարի վարդապետ Մատթեոս 19-րդ գլուխ 16-րդ խոսք Եթե ավետարանում նկարագրված այս երիտասարդը մեր Տիրոջ հետ խոսելիս գործածեց այս անվանումը, ապա որքան ավելի տեղին կլինի, որ ես նրան այդպես դիմեմ։ Հիրավի, նա իմ վարդապետն է երկու տեսանկյունից՝ կառավարող վարդապետ և սովորեցնող վարդապետ։ Ես ուրախությամբ եմ վազում կատարելու նրա հրամանները և ուրախությամբ էլ նստում եմ նրա ոտքերի մոտ լսելու նրան։ Ես թե նրա ծառան եմ, թե նրա աշակերտը, և դա մեծագույն պատիվ է ինձ համար։ Եթե նա ինձ հարցնի, թե ինչու եմ իրեն բարի անվանում, ես գիտեմ, թե ինչպես պատասխանեմ նրան։ Ճիշտ է, որ ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկը՝ Աստված, բայց այդ դեպքում նա ինքը Աստված է, և աստվածային ողջ բարությունը շողշողում է նրա միջից։ Ես իմ փորձից գիտեմ, որ նա իսկապես բարի է, այնքան բարի, որ ինձ հասած ամեն բարիք նրա միջոցով է փոխանցվել ինձ։ Նա բարի է եղել իմ հանդեպ, երբ ես մեռած էի մեղքի մեջ, որովհետև իր հոգու զորությամբ հարություն է տվել ինձ։ Նա բարի է եղել իմ հանդեպ իմ բոլոր կարիքների, փորձությունների, պայքարների և վշտերի մեջ։ Ես չէի կարող ավելի լավ վարդապետ գտնել, քանզի նրան ծառայելն ազատություն է, իսկ նրա օրենքը՝ սեր։ Երանի գոնե հազարերորդական մասով նման լինեի նրան։ Մյուս կողմից, երբ նա, որպես ուսուցիչ, սովորեցնում է ինձ, անասելիորեն լավն է։ Նրա վարդապետությունն աստվածային է, ոճը՝ խոնարհ, հոգին՝ հեզ։ Նրա խրատներն անսխալ են, անխառն ու մաքուր է այն ոսկե ճշմարտությունը, որը նա հռչակում է, իսկ նրա ուսուցումները առաջնորդում են բարության, սրբացնելով և շինություն տալով աշակերտներին։ Հրեշտակները բարի վարդապետ են համարում նրան և ուրախությամբ պատվում են իր ոտքերի պատվանդանի մոտ։ Անցյալի սրբերն էլ իրենց օրերում համոզվել են, որ նա բարի վարդապետ է, և նրանցից յուրաքանչյուրը ցնծությամբ երգել է. «Ես քո ծառան եմ, ով Տեր»։ Իմ անձնական համեստ վկայությունն էլ անշուշտ նույնն է։ Ես կվկայեմ իմ ընկերներին և հարևաններին, քանի որ գուցե դրա շնորհիվ նրանք սկսեն փնտրել Տեր Հիսուսին որպես իրենց բարի վարդապետի։ Օ եթե միայն նրանք անեին դա, նրանք երբեք չէին զղջա նման իմաստուն արարքի համար։ Եթե միայն նրանք իրենց վրա վերցնեին Տեր Հիսուսի քաղցր լուծը, այդժամ նրանք այնպիսի արքայական ծառայության մեջ կհայտնվեին, որ այլևս երբեք չէին ցանկանա զորացրվել այդ ծառայությունից։ Յուրաքանչյուր հավատացյալի սրտում մշտական պայքար կա հին և նոր բնությունների միջև։ Հին բնույթը շատ ակտիվ է և հնարավորությունը չի կորցնում իր մահացու զինանոցի բոլոր զենքերը գործի դնելու նորածին շնորհքի դեմ։ Մյուս կողմից, նոր բնույթը մշտապես հսկում է, որ դիմադրի և ոչնչացնի թշնամուն։ Մեր մեջ գտնվող շնորհքը կիրառում է աղոթքը, հավատքը, հույսը և սերը, որպեսզի դուրս վռնդի չարին։ Այն իր վրա է վերցնում Աստծո ամբողջ սպառազինությունը և լարված պայքար է մղում։ Այս երկու միմյանց հակառակ բնությունները երբեք չեն դադարի իրար հետ պատերազմել, քանի դեռ մենք այս աշխարհում ենք։ Ջոն Բունյանի հայտնի գրքում նկարագրված ճակատամարտը քրիստոնյայի և Ապոլոնի միջև ընդամենը 3 ժամ տևեց, սակայն քրիստոնյայի ճակատամարտն իր սեփական անձի դեմ շարունակվեց ամբողջ ճանապարհին Նեղ դռնից մինչև Հորդանան գետը։ Թշնամին այնքան խորն է իր արմատները գցել մեր մեջ, որ նրան երբեք հնարավոր չէ դուրս վռնդել, քանի դեռ մենք այս մարմնում ենք։ Սակայն չնայած մենք ծանր շրջափակման մեջ ենք և հաճախ կատաղի պայքար ենք մղում, այնուամենայնիվ ամենակարող օգնական ունենք Հիսուս Քրիստոսը, մեր փրկության առաջնորդը, որը միշտ մեզ հետ է և վստահեցնում է մեզ, որ ի վերջո մենք ավելի քան հաղթող ենք լինելու իր միջոցով։ Այսպիսի օգնություն ունենալով մենք հիրավի արժանի հակառակորդ ենք մեր բոլոր թշնամիների համար։
Արդյոք դու այսօր պատերազմում ես որևէ մեկի դեմ։ Արդյոք սատանան, աշխարհը եւ մարմինը հակառակ են քեզ։ Մի հուսահատվիր եւ մի ընկճվիր։ Շարունակիր կռվել, քանի որ անձամբ Աստված է քեզ հետ։